Ավտոմոբիլային թյունինգի աշխարհում գերմանական դպրոցն անվերապահորեն ընդունվում է որպես առաջատար։ Ըստ էության հենց Գերմանիայում էլ ծնվել է թյունինգը։ Սերիական մեքենաների կատարելագործման եւ անհատականացման երևույթը իր հետագա զարգացման մեջ պրիմիտիվ ձևափոխումներից հասնելով մինչև այսօրվա գիտահետազոտական ուսումնասիրությունների, ստեղծագործական անհատական մոտեցումների եւ նորարարական առաջարկների մի փառահեղ միահյուսման, որի արտադրանքը մեծ խանդավառությամբ գնվում է ապահովված գնորդների այն կատեգորիայի կողմից, որոնք պատրաստ են կրկնակի, եռակի, նույնիսկ քառակի ավել վճարել բացառիկ մեքենաներով երթևեկելու համար։ Թյունինգային ընկերություններն ըստ էության առաջարկում են այն, ինչ չեն կարող իրենց թույլ տալ ավտոարտադրող ընկերությունները։ Ավտոարտադրողները թողարկում են մասսայական արտադրանք, երբեմն թանկարժեք եւ արագընթաց, սակայն սերիական մեքենաներ։ Իսկ թյունինգային ընկերություններն առաջարկում են այդ սերիական մեքենաների ավելի անհատականացված, հղկված, հզորացված տարբերակներ, շատ ավելի փոքր խմբաքանակներով, իսկ երբեմն նաեւ մեկ կամ մի քանի օրինակով, որտեղ հաշվի են առնվում հաճախորդի ամենահավակնոտ կմահաճույքները։ Հասկանալի է, որ նման անհատական մոտեցումը ենթադրում է բավականաչափ մեծ ծախսեր, սակայն դրամական միջոցների չափից ավելի առատությունը երբեմն ծնում է նաև սեփական եսի բացառիկությունն ընդգծելու ձգտում, որը տվյալ դեպքում արտահայտվում է բացառիկ մեքենաների պատվերներով։ Հենց այդպիսի գնորդների մի նեղ շրջանակի համար էլ նախատեսված է գերմանական Մանսորի թյունինգային ընկերության արտադրանքը։ Մանսորի ընկերությունը ստեղծվել է 1989 թվականին Մյունխենում Քարոշ Մանսորիի կողմից։ Ընկերության հիմնադիրը անգլիական լյուքս դասի մեքենաների եւ նրանց ոճի մեծ սիրահար է, ինչը նրան ստիպել է միառժամանակ բնակվել Անգլիայում եւ անձնապես ծանոթանալ անգլիական ավտոմոբիլաշինության առանձնահատկություններին, տեխնոլոգիաներին եւ ոճաբանությանը, որի արդյունքում էլ խորացել է անգլիական լյուքս մակնիշների թյունինգի մեջ եւ դարձել այդ հիմնականում գերթանկարժեք մակնիշների, էլ ավելի թանկարժեք եւ բացառիկ օրինակների ստեղծողը։ Aston Martin, Bentley, Rolls-Royce մակնիշներից ավելի թանկարժեք եւ կատարյալ անգլիական մեքենաներ ուղղակի գոյություն չունեն։ Այդ մակնիշներն իրենց փոքրականակ արտադրական ծավալներով ապահովում են բացառիկության այն սահմանը, որից այն կողմ որոշակի կարողության եւ դիրքի մարդկանց համար անընդունելի սերիական, հետևաբար մասսայական սպառման մեքենաներն են։ Այդ տիպի գնորդները սովոր են հագնել համաշխարհային անուն ունեցող մոդելերների ստեղծած հագուստներ, սնվել նույնքան թանկարժեք եւ բացառիկ ռեստորաններում, գնել միջնադարյան ամրոցներ կամ գերժամանակակից ինքնաթիռներ ու նավեր եւ երթևեկել բացառիկ մեքենաներով։ Թվում է, թե վերոհիշյալ անգլիական մակնիշներն արդեն այնքան թանկարժեք, կատարյալ եւ բացառիկ են, որ միանգամայն համապատասխանում են այդ տիպի գնորդներին, սակայն պարզվում է, որ ոչ, նրանք ցանկանում են ել ավելի առանձնահատուկ մեքենաներ։ Եվ ահա հենց այստեղ էլ ի հայտ է գալիս Մանսորին եւ առաջարկում անհատական մոտեցում գերթանկարժեք մեքենաների հետագա բացառիկացման համար։ Ահա Մանսորիի վերջին աշխատանքներից մեկը ցուցադրված Ֆրանկֆուրտի ավտոսալոնում, որը կոչվում է Մանսորի Սայրոս։ Այն պատրաստված է Aston Martin DB9 մեքենայի հիման վրա։ Մեքենան անվանվել է ի պատիվ Աքեմենյան Պարսկաստանի Կյուրոս II մեծ արքայից արքայի։ Մեքենայի թափքի արտաքին դետալներն ամբողջովին պատրաստված են կարբոնից, որպես ժամանակակից ամենաթանկարժեք նյութ։ Թափքի համարյա բոլոր դետալները նոր գծագրություն ունեն եւ տարբերվում են գործարանայինից։ Նոր ագրեսիվ ձևավորված առջևի բամպերը ստացել է հավելյալ խոռոչներ շարժիչի հովացման համար։
Առջևի թևերի և բամպերի վրայից ձգված ուղղանկյունաձև անցքերն արդեն արգելակման համակարգի հովացման համար են։ Մի հովացման գեղեցիկ խոռոչ էլ հայտնվել է տանիքին, որը սակայն դեկորատիվ դեր է կատարում։ Ետնամասում կրկին նոր ագրեսիվ ձևավորված բամպերի ներքնամասում աերոդինամիկ դիֆուզորն է, որի կենտրոնում ուղղանկյալ մեջ քողարկվել են խլացուցիչի խողովակները։ Բեռնախցիկի կափարիչին ավելացել է աերոդինամիկ հակաթևը։ Մանսորի Սայրոսը կանգնած է առջևում 20, իսկ ետևում 21 դյուրմանոց անիվների վրա։ Սալոնում կարմիր և սև թանկարժեք կաշին պատել է ամեն ինչը, ղեկանիվից մինչև առաստաղ, տեղ-տեղ կրկին օգտագործված է կարբոն։ Ի տարբերություն արտաքին և ներքին ռադիկալ փոփոխությունների, շարժիչն ընդամենը վերածրագրավորվել է և 470-ի փոխարեն զարգացնում է 500-ի հուշազորություն։ Որպես իր աշխատանքի վարձատրություն, Մանսորին Աստոն Մարտինի սկզբնական 250,000 եվրոյի վրա խնդրում է ավելացնել ևս 380,000։ Դժվար թե որևէ մեկը կասկածի Rolls-Royce Phantom Drop-Head կուպեի բացառիկության և շքեղության մեջ։ Թվում է, թե հնարավոր չէ ավելի կատարելագործել այն, միգուցե նաև հարկավոր էլ չէ։ Բայց ոչ, Մանսորիում կարծում եմ, որ թյունինգի ենթակա են բոլորը, այդ թվում նաև աշխարհի ամենաշքեղ կաբրիոլետը։ Ուրեմն հարկավոր է սալոնն ամբողջովին պատել ջայլամի կաշվով, հազվագյուտ փայտե վրադիրներով, ավելացնել մի քիչ կարբոն, մի փոքր ալյումին և կաբրիոլետի սալոնը կփայլի նոր գույներով։ Արտաքինին նոր շունչ հաղորդելու համար հարկավոր է նաև ավելի ագրեսիվ ձևավորումով առջևի բամպեր, ռադիատորի մի փոքր այլ ձևավորումով քողարկիչ, ետևի նոր բամպեր խլացուցիչի ինտեգրված ուղղանկյունաձև խողովակներով և իհարկե 22 դյուրմանոց ահռելի անիվներ հայելային էֆեկտով։ Պատկերն ամբողջացնելու համար Rolls-Royce Drop-Head կուպեն վերանվանվել է Մանսորի Bel Air, Լոս Անջելեսի հարուստ և պատկառելի թաղամասերից մեկի անունով։ Ինչ վերաբերում է շարժիչին և ընթացային մասին, ապա Մանսորիում հարմար չեն գտել ձեռք տալ 453 դիաուժանոց 6.75 լիտր աշխատանքային ծավալով 12 մխուցային շարժիչին։ Սակայն բազային արգելակային սկավառակները փոխարինվել են առջևում 412, իսկ ետևում 380 մմ տրամագծով սկավառակներով, առջևում 6 և ետևում 4 մխոցային Brembo մակնիշի արգելակներով։ Ինչ վերաբերում է գնին, ապա Մանսորիում համեստորեն լռում են, բայց մի 2-300,000 եվրո անկասկած մտներում պահած ունեն։ Սակայն հերիք չէ խոսել միայն անգլիական մակնիշների մասին, չէ՞ որ Մանսորին արդեն իր նկրտումները տարածել է նաև այլ երկրների ավտոարտադրողների վրա։ Ferrari-ի թյունինգով շատ հազվադեպ ընկերություններ են համարձակվում զբաղվել։ Դրան խոչընդոտում է թե ինքը Ferrari-ն, թե իտալական մեքենաների արտաքին և տեխնիկական կատարելությունը։ Սակայն Novitec Rosso և Hamann ընկերություններից հետո Մանսորին նույնպես ձեռնարկում է այս համարձակ քայլը և ներկայացնում Մանսորի Stallone անվանումով սուպերմեքենան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ferrari 599 GTB Fiorano-ի Մանսորիի տեսլականը։ Այստեղ առաջին հերթին աչքի է զարնում մեքենայի առաջնամասը, որի ձևավորումը նմանեցված է Ferrari Enzo-ին։ Կապոտի վրայի կարբոնե սուրքիթն իջնում հասնում է մինչև բամպեր,
որտեղ բաժանվում շրջված V-ի ձևով, առաջացնելով երկու օդափոխիչ խոռոչներ։ Հովացման մեծ և ագրեսիվ ճեղքեր են առաջացել նաև առջևի անիվներից հետո թևերի վրա, ինչպես նաև ետևի անիվների առջևում։ Մեքենայի տանիքը և հայելիները պատրաստվել են կարբոնից։ Կարբոնից է նաև բեռնախցիկի մեծ հակաթևը և միանգամայն նոր, էֆեկտիվ աերոդինամիկ դիֆուզորը բամպերի ներքնամասում, որի կենտրոնում արտանետող համակարգի քառակուսի անցքն է։ Մեքենայի ողջ ներքնամասով ձգվում է կարբոնե աերոդինամիկ փաթեթը։ Մանսորի թե արտաքին, թե ներքին փոփոխություններն իրականացված են հակադրության հիման վրա։ Դրսում սպիտակի և սևի, իսկ ներսում կարմիր և սպիտակ ջայլամի կաշվի և սև կարբոնե դետալների։ Բազային անիվների փոխարեն մանսորին առաջարկում է առջևում 20, իսկ ետևում 21 դյուրմանոց թեթևազույլ անիվներ։ Կախոսների փոփոխման արդյունքում մեքենան այժմ 30 մմ-ով ավելի է սեղմվել գետնին։ Ի տարբերություն Bel Air-ի Stallone-ի վրա, մանսորին որոշակի փոփոխություններ է կատարել նաև շարժիչի վրա։ Մեխանիկական կոմպրեսորի շնորհիվ 6 լիտր աշխատանքային ծավալով 12 մխոցային շարժիչի հզորությունը 620-ից հասցվել է 720 դիաուժի, ինչի շնորհիվ 100 կմ/ժ արագացման ցուցանիշը 0.2 վայրկյանով բարելավվել է, իջնելով 3.7 վայրկյանի, իսկ առավելագույն արագությունը հասել է 340 կմ/ժ։